ողջույն բոլորիդ, սիրելի հյուրեր, աշակերտներ, ուսուցիչներ, համակյունացիներ, այսօր HDIT երկրորդային դպրոցը լրացնում է իր 60-ամյա բարձրունքը։ Մենք ճիշտ ուղու վրա ենք, մեր դպրոցի տրադիցիան շարունակողներն ենք, դե ուրեմն իքորձ հանուն ապագայի։ Կեցե Վրաստանը, կեցե HDIT երկրորդ դպրոցը, դահու մաջոր սագալվելով, դահու մաջոր սեշտիս միորը սաջարոց սկոլա։ Կուլտուրულ գանվիթարևաշի, շեախ վարամատ ցեկվա, միվեսալմոտ բատոն թամազ մելիքի ձեզ։ Իսկ հիմա դիմավորենք մեր դպրոցի շրջանավարտ, տաղանդավոր երգիչ Մկրտիչ Անդանոսյանին։ Իմ դպրոցը ճանապարհ է անցել, հեռացել է, բայց ինչ եմ մոռացել։ 60 տարի շարունակ կրթելու դաստիարակել է 60 սերունդ, որոնք այսօր ապրում են աշխարհի տարբեր ծայրերում և զբաղեցնում են տարբեր ոլորտներ։ Այսօր մեր դպրոցը իր դռներն է բացել և իր գիրկն է կանչել 60 տարվա սերունդներին։ Հարգելի հյուրեր, Նինոց Մինդայի ռեսուրս կենտրոնը երկար տարիներ ակտիվորեն աջակցում է ողջ շրջանի դպրոցներին և ուսուցիչներին։ Ուրախ ենք, որ այսօր ներկա ենք գտնվում այս գեղեցիկ տոնակատարությանը։ Շնորհավորում ենք դպրոցին ուզում եմ մաղթել հարատևություն։ Այժմ ելույթ կունենա մեր շատ սիրելի խորեոգրաֆ Թամազ Մելիքիձեի պարային համույթը։ Սիրելի պարոն Սիմոնյան, կայությունը այս տոնական դահլիճում վստահ մարզկանության ոգին։ Ձեր ձեռքով կտրեցիք, որոնց վրա կառուցվեցին այս դպրոցը։ Շատ ուրախ եմ, որ ձեզ տեսնեմ այսօր։ Ինքնս այսօր Մոսկվայից ուղիղ շտաբելով եկել եմ և հասել եմ ասել։ Ես շնորհավորում եմ նաև այսօրվա մեր դպրոցի դիրեկտոր Արոյանին։ Ցանկանում եմ ձեզ, որ շարունակեք մեր դպրոցի տրադիցիան։ Այն կատարումով հանդես կգան Նռանե պարային համույթը։ Գեղարվեստական ղեկավար Նաիրա Հովհաննիսյան։ Ակնկալը դոփեխ մադա համդայի դանգլի եկեցը դունգլի բավիշո բիդանը դանգլի դունգլի Սիրով խոսքը տրվում է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Գյուրեղյանին։ Ես լինելով մանկավարժ, նախկին չեմ ասում, որովհետև մանկավարժ էր, ամբողջ կյանքում մանկավարժ է, իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ մանկավարժներին այսօրվա գեղեցիկ օրվա, հոբելյանական օրվա կապակցությամբ։ 60 տարիները դա մեկ մարդու կյանքի պատմություն չէ, դա սերունդների պատմություն է։ Շնորհակալություն ձեզ, սիրելի մանկավարժներ, սիրելի կրթօջախի նախկին և ներկա ղեկավարներ, որովհետև այսօր ձեր ներկայությունով ևս մեկ անգամ զարդարեցիք այսօրվա տոնը։ Շնորհակալ եմ ձեզնից, որ ես որպես քաղաքացի մասնակցում եմ այսօրվա գեղեցիկ արարողությանը։ Դպրոցը այն վայրն է, որտեղ ժամանակը համընթաց է գնում կյանքին, ստեղծելով պատմություն, որ կերտում է մեր ապագան և լույս փռում մեր ճանապարհին։ Սիրելի հյուրեր, գյուղի հասարակություն, դպրոցի հասարակություն, շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այսօր այս գեղեցիկ միջոցառմանը և տեսնում եմ շատ հարազատ դեմքեր, որովհետև
ինչպես գիտեք, գալիս եմ ձեր ոլորտից եւ ինձ համար, որտեղ որ աշխատեմ, դպրոցը մնում է ամենահարազատ եւ մոտիկ ոլորտ։ Ուզում եմ շնորհավորել բոլորին գյուղի հասարակությանը, այն մարդկանց, ովքեր որ չեն գտնվում այստեղ, արտասահման են կամ տունն են, բոլորին քաջ առողջություն, դպրոցին բարեկեցություն, զարգացում եւ ամենակարևորը թող սաները շատանան։ Հայրենակիցներ, հարգարժան ուսուցիչներ, աշակերտներ, շրջանավարտներ, հյուրեր, այսօր յուրահատուկ հուզմունքով եւ խորը երախտագիտությամբ ողջունում եմ իմ հարազատ Հեշտիա գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 60-ամյակի տոնակատարության բոլոր մասնակիցներին։ 1963-64 ուսումնական տարվա շրջանավարտ բժշկական գիտությունների թեկնածու բժիշկ բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկու համար սա պարզապես տոնակատարություն չէ։ Դպրոցը հիշողություն է, բոլոր սկիզբների սկիզբը, դպրոցը այն միջավայրն է, որտեղ նախասահմանվում են ճակատագրերը։ Խոսքը տրվում է բարեգործ մանկավարժ Թոմաս Վարդանյանին։ Հարգելի հյուրեր, պարոն Սիմոնյան, շատ հաճելի այսօր գտնվել ձեզ նույն դահլիճում, վայելել այս հաճելի պահերը, հաճելի ժամանակը։ Դպրոցը իր մանկավարժների հետ, իր ուսուցիչների հետ դա կարծես փողոցի ուղեցույցը, նստած իրենց տեղում բոլոր երեխաներին, շրջանավարտներին ցույց են տալիս, թե որ ուղղությամբ յուրաքանչյուրը կարող է գնալ, կյանքի կոչվել, ինչ կարող է դառնալ հետագայում։ Դրանք ամեն ինչ սերմանվում է դպրոցում։ Սամվել Թաթարյանը։ Երգը նվիրված է մեր Հեշտիա գյուղին։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր ներկա էին այս հուզիչ պահին եւ ովքեր միասին մեզ հետ կիսում են այս երջանիկ օրը։ Շնորհակալություն ուշադրության համար։